Արթուր Օսիպյանի տեղեկություն կա առողջական։ Արթուր Օսիպյանը այսօր 11-րդ օրն է, եթե չեմ սխալվում, կամ 12-րդ օրը, որ գտնվում է հացադուլում, բնականաբար հացադուլում գտնվելու հանգամանքով պայմանավորված նրա առողջական վիճակը վատ թարացել է, բայց այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության իշխանության հետ սա վեճ ինչ ուզում ալնի։ Հանրային մեծ ճնշում։ Արթուր Օսիպյանի կալանավորումը երևի Հայաստանի Հանրապետության են անհիմն քաղաքական ռեպրեսիաների հետևանքով կայացած կալանավորման դատական ակտերի առաջին տասնյակում է դասում։ Մեղադրում են խուլիգանության, բռնության կոչի եւ ընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջ։ Քննիչին հարց են տալիս, ասում եմ ընտրությանը ո՞նց է խոչընդոտել, կամ քարոզարշավին ո՞նց է խոչընդոտել։ Գիտեք պատասխանը, ասում է վարչապետին ոչ հաճո հարցեր ա տվել։ Եվ նկատելով, որ նա չի ուզում պատասխանի հարցեր, շարունակել է պատասխանը։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Շարունակաբար այդ ոչ հաճո հարցերն էլ, վիրավորանքներն էլ, խոչընդոտներն էլ ու չի գնում։ Բայց Արթուր Օսիպյանը, երբ որ նկատել է, որ իր հարցերին չեն ուզում պատասխանել, այսպես ձեռները բարձրացրել է, թե գնա։ Ես սկսել եմ հարվածների զոհ դառնալ։ Այստեղ նրանք տեսան բռնության կոչ, ինչ բռնության կոչ, ում է կոչ արել Արթուր։ Արթուր ասել է գնում եմ բմբուլները քամուն տամ։ Գնում եմ, ես եմ գնում։ Մարդը ոչ մեկին կոչ չի արել, չի ասել, եկեք հավաքվենք, գնանք այսպիսի գործողություն կատարենք։ Այստեղ բռնության կոչի անցակաց չկա։ Կամ ինչ խուլիգանություն։ Բայց ինչ ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի, էլի։ Ես Արթուր Օսիպյանին ասում եմ, բայց Արթուր Օսիպյանի համառությունը մի քիչ ուրիշ է։ Արթուր Օսիպյանի համառությունը մի քիչ ուրիշ է։ Իմ համար օրինակ Նիկոլ Փաշինյանի այդ ներողությունը էական նշանակություն չէր ունենա։ Ես գտնում եմ, որ Արթուր Օսիպյանը պետք է հացադուլից դուրս գա, բայց ինքը իր համառությունը ունի, ինքն էլ է ձևա իր դիրքորոշում արտահայտում։